գործեր ունեմ մի արի, ոնց էր մի արի, գործեր ունեմ մի արի։ Կոֆես, արդեն պապճակներ է հանում, բարի օր սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ինչպես է եղանակը ձեր մոտ, որտեղ որ ապրում եք, անձրև է, արև է, թե շատ ցուրտ է, կարող եք գրել։ Մեր մոտ երկօրյա անձրևային է, սիրելի հետևորդներ ջան, ուժեղ ամպրոպներ, կայծակներ, հետո միանգամից արևա դուրս գալիս իր ձիածանի հետ, հիշեցնելով Աստծո ուխտը իր ժողովրդի հետ, որից մենք մի պահ կանգ ենք առնում, հիանում ենք, անմիջապես ուզում ենք ֆիքսել, նկարահանում ենք այդ հրաշք պահը, որպեսզի երկար ժամանակ հիանանք ես էլ, իհարկե անմասն չեմ մնացել, 3 վլոգ չեմ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, այսօր օրը չորեքշաբթի է, և 3 վլոգ չեմ պատրաստել, տեղադրել էի մյուս օրվա վլոգը, որ Տաթևից ճանապարհել էի, հետո որ անձրև էր մի տեսակ տրամադրություն չկար, ոչ մի գործ չէր ստացվում, բայց թե էլի ինչ-որ մի բան արել եմ, կենդանիներից գործը որ հաստատ եմ արել, այդ գործը այն գործն է, որ կապ չունի արևա, անձրևա, թե ցուրտ է, թե ես ինձ լավ չեմ զգում, դա իմ համար պարտադիր գործ է և շատ կարևոր։ Այսպես, իմ կոֆեն եփեց, թողնեմ մի փոքր, սենց լավ եփվի, ավելի համովանալու համար և արդեն կարող եմ լցնել, այսպես։ Մի քիչ առաջ սկսեց կտրվել անձրևը, դեռ կատկաթում է սիրելի հետևորդներ ջան, և ասեմ, որ ամբողջ գիշեր եկել եմ, իրավ տեղին եկել եմ, բնությունը առատ ջրվել է։ Դրա հետ միասին մեր ագիները, մեր բակի ծաղիկները և գնալով փարթամանում են, վարդերի կոկոմները խոշորանում են և մյուս ծաղիկները նույնպես իրենց լավ են զգում, իսկ թե ինչու մենք մեզ լավ չենք զգում, այդ արդեն ուրիշ հարց է, ծագում է հարց, ինչու այս անձրևներից մենք մեզ լավ չենք զգում, տխրում ենք, մտածում ենք, անհանգստանում ենք, մեր գլուխը սկսում է ցավել, մեր սիրտը սկսում է ցավել, այդ ամենը ինչից է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ անձրև է գալի, իսկ աշխատող մարդը բարակ չի կարողանում նստել և իր մտածմունքներից մեխանիկորեն սկսում է վատը զգալ, քանի որ մենք սիրում ենք, որ ամեն բան մեր սրտով լինի, մեր ուզածով լինի, մենք լինենք հրամայողը, հրամանատարը, բայց բնության դեմ մենք չենք կարող հրամանատար լինել և հրամայող լինել, դրա համար մենք մարդիկս էլ պետք է ենթակա լինենք և ենթարկվենք բնության չգրված օրենքներին, այդ օրենքները շատ հրաշք օրենքներ են, քանի որ դա աստիճանաբար փոփոխվում է, դե արդեն եղանակների հերթականությունից թող որ մեզ պարզ լինի, մի փոքր հեքիաթային է թվում իմ զրույցը, բայց իսկապես այդպիսին է, ապա խորացեք այդ ուղղությունով և կտեսնեք, թե բնության չգրված օրենքները ոնց է տեղը տեղին կատարվում, գարուն, ամառ, աշուն, ձմեռ և այդպես շարունակ, մինչև որ աշխարհը գոյություն ունի այս մեծ տիեզերքի մեջ, սիրելի հետևորդներ ջան, մենք մի հրաշք վայրում ենք ապրում, որ պետք է մեր յուրաքանչյուր ապրած օրը վայելենք, խորանանք այդ հարցերի մեջ, վայելենք աստղերը փայլուն գիշերվա երկնքում և դիմավորենք արևածագը կապույտ երկնքում, անգամ երբ որ անձրևային է ու ամպերը գոռգռում են, սև ամպեր են հավաքվում, դա նույնպես պետք է վայելենք, քանի որ այդ ամենը վայելելով մեր հոգու վրա մենք ինքներս մեր համար պետք է հոգու հանգստություն բերենք, այլ ոչ թե նեղվենք, գլխացավով տառապենք։ Երեկ, երբ որ ես չկարողացա անձրևի պատճառով վլոգ նկարահանել իմ և ձեր համար, ճիշտ է, ես էլ ձեզնից մեկն եմ, իհարկե, ես էլ տխրում եմ, ես էլ եմ գլխացավի մեջ մտնում, ճնշում է բարձրանում իջնում, բայց միանգամից ինձ տրամադրեցի և ասեցի ինչ անեմ, որ այդ վիճակից դուրս գամ, հավերից բաց եմ թողել և վերևից հսկել եմ, անձրևը գալիս էր, հավերս իրանց համար լավ էին զգում, հետո այդ անձրևից հետո միանգամից արև դուրս եկավ, հետո ծիածանը դուրս եկավ, ես էլ սկսեցի նկարահանել, որ ձեզ էլ հիացնեմ այդ հրաշք պահերով, հիմա ես մինչև իմ կոֆեն կվայելեմ, հիմա կներկայացնեմ այդ կադրերը, որ դուք էլ վայելեք, որից հետո կանցնեմ իմ առօրյա գործերին,
Ի դեպ ասեմ, որ քիչ հետո պիտի գնամ աշխատանքի և քիչ րոպեներ են մնացել ինձ, այդ ընթացքը ուզում եմ ձեզ տրամադրել, որ տեսնեք ինչ գործեր եմ անում, դե գնացինք։
բաժակներ եմ մոտեցրել, ես էլ սերմորանքները, որ ինձ են ուղարկել Իսպանիայից։ Այսպես։ 1 ժամ ժամանակ ունենք, մինչև գործի գնալը, սիրելի հետևորդներ։ Այս բաժակներն եմ մոտեցրել, քանի որ այստեղ շատ սերմորանքներ կա եւ ուզում եմ թրջել։ Նաեւ ուզում եմ առանձին ցանել։ Ես ինքս շատ սերմորանքներ ունեմ հավաքած, պահած, բայց այս սերմերը, որ ինձ նվեր էին ուղարկել, ուզում եմ առանձնացնել եւ առանձին ցանել։ Հիմա այստեղ այս անձեռոցիկներից վերցնում եմ այսպես, որը նման է վարունգի, որը չգիտեմ ինչի, դդումների սերմերը ճանաչելի է, ահա, այստեղ դդումները, այստեղ վարունգ, որ նմանեցնում եմ վարունգի սերմերին, չնայած այդ սերմերով նաև կաբաչկան է լինում, այս մի վարունգի տեսակը մի քիչ ավելի դեղին է ու խոշոր, ուրեմն այստեղ էլի դդում, սա այս կողմ, ուրեմն տեսնեք ինչքան վարունգի նման սերմեր ունենք, ոչ գիտեմ երկար վարունգն է, ոչ գիտեմ փշոտ վարունգն է, էլի վարունգի սերմեր, սա էլի 3 տեսակ, այստեղ սև սերմերն են, որ շատերդ ինձ հուշել եք, որ բամիա է, բամիա երբեք չեմ ցանել եւ սերմին ծանոթ չեմ։ Կցանեմ, կտեսնենք ինչ է դուրս գալիս։ Մեսենջերս փակ է, սիրելի հետևորդներ ջան, չկարողացանք կարգավորել։ Էս ինչ, ստեղ ինչ որ բան է գրած է դեղին։ Չգիտեմ, սև սերմ է եւ այստեղ գրված է դեղին, բայց ինչ, դեղին ինչ, մի քանի հատի կփորձենք, կցանենք և կտեսնենք, թե դեղին ինչ է դուրս գալիս, ահա, սրանք համարյա թե նման են իրար, ես որ սերմեր եմ պահում, որպեսզի չմոռանամ, ես էլ թղթի վրա գրում եմ, թե ինչ է, այստեղ էլի նման է նրան, այսինքն 3 տեսակի սև սերմորանքներ ունենք, տեսնենք, այստեղ ինչ կա, այստեղ էլի դդում է և այս դդումները նույնպես չգիտեմ, թե ինչ տեսակի է, արդյոք բոլորը նման են, թե տարբեր են, այսպես, հիմա դդումներից եմ սկսում, սիրել հետևորդներ ջան, և ուզում եմ բոլորը թրջել, այսպես, մի քանի օր թրջած կմնա, ուրեմն, այստեղ գրված ոչինչ չկա, այսպես, սա 1, սրանք նույնպես առանձին տեղերում եմ ցանելու, որ հասկանամ, որ տեսակը որն է ու իրար չխառնեմ, հիմա ներթականությունով, այսպես կթրջեմ, մի քանի օր ջրի մեջ թրջած կմնա, հետո կցանեմ, սիրելի հետևորդներ ջան, նորից թուղթը ուսումնասիրում եմ, այս անձեռոցիկը ոչինչ չկա գրած, և էլի ջուր եմ լցնում։ Այս մի կողք եմ դնում և անցնում առաջ, երրորդ դդմի սերմերն եմ թրջում։ Մի քիչ էլ սերմերը տարբեր են, իսկ եթե առանձին է փաթաթած, նշանակում է տարբեր սորտի դդումներ կլինեն։ Մեսենջերի մասին խոսեցի, բայց մինչև վերջ չասեցի, սիրել հետևորդներ ջան, փաստորեն այնտեղ ես ձեր գրածը տեսնում եմ, բայց չեմ կարողանում պատասխանել, չի լինում, չի բացում, ոնց ինքը այդպես է վարվել, հենց էլ ինձ թվում է կբացվի։ Տեսնենք, իրանք ջրի երեսն են դուրս եկել, հենց որ ջուրը կքաշեն, արդեն ծանրությունից կնստեն ներքև։ Հիմա շարունակում եմ, տեսնեմ սրանց հետ ինչպես են վարվում, այս սև գլուլիկների հետ, որ ինձ հիշեցրել էիք, որ բամիա է, բայց թե ինչու են մեջ դեղին գրած, չգիտեմ։ Դա հետո կհասկանամ։ Այստեղ վարունգները, որ 3 տեսակի են, սերմերը 3-ն էլ միմյանցից տարբերվում են, բոլորը տարբեր են, այս մեկն էլ այնքան շատ է, որ մի մեծ դաշտ կտեղավորի, ահա, իր քանակով,
Այստեղ գդալ եմ մոտեցրել, սիրելի հետևորդներ ջան, մի հատ գդալով վերցնեմ, մոտեցնեմ։ Ահա։ Եվ առանձին թրջում եմ։ Պատահելով, որ ես վարուն գցանելիս անմիջապես հողի մեջ ցանել եմ։ Նման դեպքերում այդքան հաջող չի դուրս գալի, քանի որ միջատներ կան, որ ուտում են։ Մի փոքր էլ ավելացնեմ ամեն դեպքում, քանի որ չգիտեմ, թե ինչպես կծլի։ Թրջելուց հետո արդեն հողի մեջ կցանեմ։ Սա նորից այստեղ և հաջորդը ջուր լցնեմ և մի կողմ դնեմ, առանձին մարգերով կցանեմ, պետք է թողեմ ու պատրաստեմ, այսպես, սա էլ իր տեսակով մի քիչ փոքր է ու սպիտակավուն, երկարավուն, ահա, մոտեցնում եմ, այսպես։ Մի խոսքով մեսենջերը այդ վիճակն է և չեմ կարող նորից հարցում անել։ Հարց տալ, թե ինչ սերմեր են, ինչ տեսակի են, սիրելի հետևորդներ ջան։ Այս մեկները մի կողմ դնում, ուրեմն սա էլ մոտեցնեմ և տեսեք, որ իսկապես տարբերվում են։ Ահա։ Եվ ես մեկն էլ թրջամ։ Տեսնենք ինչ դուրս կգա։ Իսկ այս սև գոլուլիկներին փոքր ափսեների մեջ կթրջեմ, որը շուտով կմոտեցնեմ։ Տեղին ինչ, տեղին բամյա։ Ես ինքս բամյա չեմ սիրում, չեմ սիրել, ինձ դուր չի եկել, բայց եթե սա իսկապես բամյա է, ամեն դեպքում կցանեմ։ Հիմա տեսնեմ ինչ ափսեներ եմ մոտեցնում։ Տեսնենք գրացին չկա, միգուցե։ Ոչինչ չկա։ Իր թեփուկներն է։ Եվ սա էլ այստեղ։ Արել եմ, ես երկուսն էլ թրջեմ, ճիշտ է սերմերը նման են, բայց քանի որ տարբեր անձեռոցիկների մեջ է փաթաթած, դրա համար էլի առանձին թրջեմ։ Թե դեղին դուրս կգա, թե կանաչ, թե կարմիր, չգիտեմ, այստեղ հատիկները վերցնեմ, այսպես, այստեղ էլ չկա ոչ մի բան գրած և թրջեմ, բարոր պետք է հավաքեմ մի տեղ և լուսամուտի գոգին պահեմ։ 1, 2, 3, 4, 5, 6 հատ է այս դեղինը, նրանք շատ են, իր քանակով կտարբերեմ, որ սա դեղինն է, 2, 4, 5, 6, դեղին, և սա էլ թրջեմ, 6 հատիկ դեղինը, հետաքրքիր, հիմա հավաքեմ մի տեղ այսքանը, պետք չէ, սա էլ պետք չէ և դասավորեմ, հետարքիր ստացվեց սուրճի բաժակների մեջ,
Հիմա այսպես սեները և սրանց վրա, հետո արդեն լուսամուտի կողքին կտեղավորեմ սիրելի հետևորդներ ջան, մի հատ հենց հիմա ուզում եմ տանել զգուշորեն։ Սիրելի հետևորդներ ջան, ուզեցի, որ ավելի մոտիկ ցույց տալ այս 3 սերմերի տարբերությունը։ Ահա, մեջտեղում դեղին, երկարավուն, այս կողմը ավելի փոքր, սպիտակ և մի քիչ շագանակագույն, այս կողմը սպիտակ և շագանակագույն, մի քիչ ավելի երկարավուն, այսքանը։ Քամի է, բայց արև եկեք, զիսի քարին վեր եկ, զիսի քարը գիտեք, որտեղ է գտնվում սիրելի հետևորդներ ջան, նաև իմ կոֆեի բաժակը իրեցես կողմ, որ վայելել էի լուսամուտի կողքին նստած, իսկ դուք ձեր կոֆեն վայելեցիք այդ հրաշք տեսարաններով, որ ես նկարահանումներ էի կատարել երեկոյան հատուկ ձեր համար, ես լռել էի, որպեսզի վայելեք բնության հրաշք ձայները, կարծում եմ բոլորիդ դուր եկավ այդ հատվածը, այս վլոգի մեջ սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ ասել, թե ինչու եմ այսքան կասկածների մեջ ընկել, այսքան սերմորանքների անունները չիմանալով, սկսում եմ վարունգի սերմիստե դդումները պարզ են, այնտեղ թե բամյա կլինի, թե ինչ գույնի կլինի, չգիտեմ, բայց այ վարունգների հարցում ուզում եմ մի փոքր իմ կասկածների մասին ասել, տարիներ առաջ խթա էի ցանում, սիրելի հետևորդներ ջան, խթայի սերմը նույնպես նման է վարունգի սերմերին, այստեղ այդ տեղիները ես կասկածում եմ խթայի սերմեր են, քանի որ ինքս էլ ցանել եմ, մի փոքր ծանոթ է, բայց ամեն դեպքում վստահ չեմ ասում, միգուցե իսպանական վարունգները տարբեր են իրենց ձևով և չափով, և հիմա այս պահով էլ տիկին Սոնիկ ջան, եթե այս պահին դիտում եք իմ այս վլոգը, կխնդրեմ մեսենջերով ինձ գրեք, ճիշտ է ես ձեր գրածը կտեսնեմ, բայց ցավոք սրտի չեմ կարողանում պատասխանել, պատասխանի բաժինն է փակ, սիրելի հետևորդներ ջան, հուսամ այդ հարցն էլ կկարգավորի, թե մեր կողմից, թե իրենց կողմից, ամեն դեպքում երբեմն թե YouTube հարթակում և թե Facebook-յան հարթակում փոփոխումներ են լինում, եթե նկատել էիք վերջերս, երբ որ ես իմ վլոգները տեղադրում էի իմ Facebook-յան էջում, այնտեղ վերնագրերը չէր նշում, այսինքն այդպիսով հասկանում եմ, որ Facebook-յան հարթակը նույնպես իր փոփոխություններն է ցույց տալիս մեզ, իր հրահանգներն է մեզ ասում, որը լինում է, որը չի լինում, որը ժամանակ է պահանջում, չգիտեմ, ամեն դեպքում հուսանք, որ ամեն բան, ամեն հարցում լավ կլինի բոլորիս համար։ Ուզում եմ նաև ձեզ ուրախացնել և ասել, որ Իսպանիայից ուղարկած այդ հոլանդական ծաղիկների սոխուկներից մի քանիսը ծիլեր են արձակել և ուզում եմ տանել և ցույց տալ ձեզ, որ դուք էլ ուրախանաք, ժպտաք, քանի որ մեզ սպասվում են հրաշք ծաղիկների ծաղկունք։ Դե գնանք ցույց տամ։ Եկել եմ դուրս, որ ծաղիկների ծլածը ցույց տամ, բայց պատկերասրահն եմ ցույց տալի, եղանակի միտքը, մի քիչ ծուր է, դե արդեն առաջ գնամ։ Մինչև հիմա տանն եմ պահել, սիրելի հետևորդներ ջան, ասել եմ, որ ծլել են, բայց մի քանիսը չի ծլել, հիմա էս չեն ծլել, բայց հույսով սպասում եմ, էս մեկն էլ չի ծլել, առաջ գնամ, այստեղ էլ չկա ծիլեր, բայց այստեղ մի հատ կա, հեսա, անմիջապես դիմավորեց մեզ, նայենք, այդ մեկն ամենակ, ոնց որ թե այստեղ էլ մի հատ ուզում է, հեսա, ահա, լավ է, երկու հատը տաննա, գնամ նրանց էլ բերեմ ու կամ։ Սրանք պատուհանի գոգին են, սիրելի հետևորդներ ջան, բայց թողնում եմ չուշանամ աշխատանքից, հողը ուռելա, թվում է թե շուտով ծիլը կբարձրանա, քանի որ ես տեղերը գիտեմ, հենց այդ մասերն է ուռել հողը, այդ կանաչ տերևիկները մոլախոտեր են, ամենաշատը էս մեկն է ուրախացրել ու շատ կոկիկ, դուրս է եկել, այն մնացածի փոխարեն ավելի շատ սրանից եմ ուրախացել, 9 հատ ցանել էի, 9 հատն էլ դուրս է եկել, կարմիր զոխերով, այս հրաշքն է,
Դե ինչ սիրելի հետևորդների ջան, վլոգս ավարտեմ եւ շտապեմ իմ աշխատանքին։ Ինչ հաջորդ վլոգ։